Հայ արհեստավորի ձեռքերից մինչև աշխարհի բոլոր խոշոր բեմերը Զիլջանը պարզապես ապրանքանիշ չէ, այն երաժշտության ձայնն է։ Ավետիս Զիլջանն ալքիմիկոս էր։ Նրա հայրը գաղթել էր Կոստանդնուպոլիս արևելյան Անատոլիայում հայերի բնաջնջումից եւ ծառայում էր սուլթանին մետաղագործությամբ զբաղվելով։ Ավետիսը շարունակում է հոր արհեստը։ Սուլթանը նրան հանձնարարում է ենիչերական գվարդիաների համար որակյալ ծնցղաներ ստեղծել, որոնք պատերազմի ժամանակ կբարձրացնեին մարտական ոգին։ Ավետիսին հաջողվում է ստանալ մինյուտ, որը զարմանալիորեն բարձր ու հստակ հնչողություն ուներ։ Սուլթանը, ով շատ էր հավանել Ավետիսի աշխատանքը, նրան տալիս է 80 ոսկի, իսկ տոհմին Զիլջան ազգանունը, որի հիմքում Զիլ հնչեղ անունն է։ Տարիներ անց ընտանիքը հաստատվում է ԱՄՆ-ում ու հիմնում Ավետիս Զիլջան ընկերությունը Մասաչուսեթսում։ Այսօր էլ այն ղեկավարվում է հայերի կողմից եւ Ամերիկայի ամենահին ընտանեկան բիզնեսներից է։ Այս բացահայտումն ընդմիշտ փոխեց երաժշտության պատմությունը եւ Զիլջան ծնցղաները դարձան երաժշտության խորհրդանիշ։